Շարունակում ենք մեր եթերը բարև մենք ենք։ Մենք այստեղ ենք եւ մենք աշխատում ենք ձեզ համար յուրաքանչյուրի համար։ Հարգելիներս, այս պահին հրավիրում եմ ձեր ուշադրությանը, որովհետեւ ինչպես որ արդեն հասցրել եմ նշել, այս պահին իմ հյուրն է ժամանակակից բժշկության ախտորոշման եւ բուժման մեթոդների բժշկուհի Լիանա Լիպարիտովնան, ում հետ անպայման կունենանք հետաքրքիր եւ կարևոր հարցազրույց։ Բարի առավոտ։ Արև ձեզ։ Ձեր տրամադրությունը։ Շատ լավ։ Տիկին Լիպարիտովնա, անցնենք բուն թեմային։ Խնդրում եմ եւ ինձ եւ մեր հեռուստատեղներին պատմեք, թե ինչի մասին է խոսքը, ժամանակակից բժշկության ախտորոշման միջոցներ, մեթոդներ։ Այո։ Դա մեզ մոտ արվում է բիոֆունկցիոնալ ախտորոշում, որը ժամանակակից բժշկության նվաճումներից մեկն է, ճիշտ է, ցավալի է, որ ոչ բոլոր բժիշկները դրա մասին գիտեն։ Նույնիսկ բժիշկները, ոչ թե շորտալ բժիշկները եւ շատ թերահավատորեն են դրան նայում, բայց ասեմ, որ գիտությունը զարգանում է, մարդիկ մնում են նույնը։ Դա իհարկե չի վերաբերվում ժողովրդին, որտեղ մարդը ուզում է բուժվի, ուզում է շատ արագ, շատ ճիշտ իմանա իրեն բոլոր տանջող հիվանդությունների ցավերի մասին եւ իհարկե բուժվի շատ ավելի ճշգրիտ, ավելի մատչելի եղանակով։ Այսօրվա բժշկության մեջ գոյություն է այսպիսի ախտորոշում, որը կոչվում է բիոֆունկցիոնալ, այդ դրա հիմնադիրներից մեկը գերմանացի Կլարկն է, բավականին հայտնի ուրեմն գիտնական եւ ինստիտուտը, որը աշխատում է Մոսկվայում, կոչվում է գիտահետազոտական ինստիտուտ իմեդիսի, դա աշխատում է 53 թվից եւ դա այդքան էլ նոր չի եւ բավականին նվաճումներ ունի, բավականին արդեն 6-րդ սերունդն է այդ ապարատուրայի, որ ի հայտ է գալիս։ Սկզբից եղել են շատ ավելի փոքրիկ օպերոններ եւ այլն, որոնցով արվում է ախտորոշումը, հիմա արդեն բավականին մեծ սֆերա, այսպես մեծ լայն մտաճ հորիզոն ստուգման, հորիզոն մի քիչ ես ռուսախոս եմ, դժվարանում եմ ինձ կներեք, եւ շատ լավ ստանում ենք մենք արդյունքներ ախտորոշման ժամանակ։ Այսինքն ես ինչն եմ ուզում, որ մեր ժողովուրդը իմանա, որ նույն ախտորոշումները, որը արվում է տարբեր հետազոտությունների ժամանակ, մենք շատ կարճ ժամանակում կարող ենք իմանալ եւ իմանալ ավելի մատչելի գներով եւ շատ ավելի ստույգ։ Դա է կարեւոր, որ ստույգ։ Այսինքն դրա ստույգ լինելու ուրեմն տոկոսային հարաբերությունը կազմում է 87-ից 97%։ Այն դեպքում, որ մյուս, ասենք, լաբորատոր տվյալներ կան, չէ, լաբորատորիաներ, որոնց տոկոսային հարաբերությունները բավականին ցածր է։ Օրինակ, ես օրինակ եմ ուզում բերել, օրինակ պարազիտակրությունը, որը ստուգվում է կղանքի միջոցով, նրա հավանականության տոկոսային հարաբերությունները 12% է։ Այս մեթոդով 87-ից 97%։ Համար շատ անգամ ծնողները բողոքում են, որ կղանքը հանձնում են, չի հայտնաբերվում, իսկ մեր մոտ հայտնաբերվում է։ Դա իհարկե հարցեր առաջացնում, մենք բացատրում ենք եւ պարզվում է, որ իրոք երեխաների, մեծերի եւ մյուսների մոտ կան նման ասենք խնդիրներ, որը ինչի համար չի հայտնաբերվել այս եղանակով։ Իհարկե կան եւ ուրիշ լաբորատոր եղանակներ էլի, ասենք արյան միջոցով այնտեղ արվում են, բայց արյան միջոցով էլ եթե էլի արվում է, նույնպես ավելի քիչ է տոկոսային հարաբերությունները, քան արվում է բիոֆունկցիոնալ ախտորոշումի ժամանակ։ Սա ախտորոշման մասին կարող եմ այսպես հակիրճ ներկայացնել, որպեսզի իսկ բուժման մասին ես թվում է մի քիչ կարելի է հետո խոսել, եթե իհարկե դա հետաքրքիր է։ Չէ, անպայման եկեք եզրափակենք ախտորոշման թեման, այնուհետև անցնենք բուժմանը։ Այսինքն, եթե ինչ-որ մարդ ունի խնդիր եւ այս պահին ուզում է ձեզ դիմել, ինչ եք դուք նրան առաջարկում։ Առաջին ախտորոշում, այսպիսի գույքն է եղանակներ։ Դուք ասում եք ախտորոշում ժամանակակից միջոցով, սակայն ինչպես է դա արվում։ Կոնկրետ process-ը։ Այո, այսպես, ուրեմն հիվանդը նստում է բժշկի մոտ, նա նրա վերջույթների միջոցով, մատերի, ոտերի մատերի, քանի որ մենք գիտենք, այսպիսի բժշկության մեջ կա այսպիսի հասկացողություն շարակցական հյուսվածք, որը ունի կապված է եւ մաշկի եւ բոլոր մեր ներքին հյուսվածքները եւ նրանք ունեն ուրեմն էլեկտրոմագնիսական, այսպես կարելի է շարժում, ճիշտ է, բոլորս է գիտենք դրա մասին եւ այդ շարժման
շարակցական հյուսվածքի փոխհարաբերության հետ մեկտեղ ապարատի վրա կարելի է տեսնել նրա ստույգ պատկերը, այսինքն սա տեստավորում է, այսինքն վերցնում են մի քանի 100,000 հիվանդներ, նրանց հիշողությունը դրվում է ապարատի մեջ եւ մյուս անհատի եւ հարաբերության մեջ հիվանդների տեստավորումը տալիս է ճշգրիտ պատկեր։ Սա ուրեմն ախտորոշման մեթոդներ։ Այնուհետև եթե հայտնաբերվել է հիվանդությունը, ինչպես է բուժման մասին խոսանք, հաջորդ էտապը, ինչպես է իրականացվում բուժումը։ Բուժումը իրականացվում է նույնպես էլի ժամանակակից մեթոդով, սա բիոռեզոնանսային բուժում է, նույնպես սա ֆիզիկայի մեթոդներից մեկն է, սովորական հասարակ ռեզոնանս է, որը նույնպես կա շարժման հետ է կապված մեր ներբջիջային, արտաբջջային, ուրեմն տարածքի եւ հեղուկի հետ մեկտեղ, սա որպեսզի ավելի լավ պատկերացնենք, ձեզ հետ խոսի ռեֆլեքսոթերապևտը, ես ընդհանուր մասնագետ եմ, ուղղակի ուզում եմ ծանոթացնել այս մեթոդիկայի հետ, ավելի մասնագետը կբացատրի, մենք ունենք այդպիսի մասնագետ, եւ ինչն է այստեղ կարեւոր, որ բուժման ընթացքում մենք ոչ թե կիրառում ենք միայն մի մեթոդ, մենք կիրառում ենք ամբողջ բնական բուժումների կոմպլեքսը, այսինքն սրա մեջ մտնում է եւ բուսաբուժություն եւ ողնաշարի ուղղման շատ կարեւոր բաներ են սրանք, որովհետեւ օրգանիզմը մարդու միասնական է, նա չի կարելի բուժել առանցին։ Դա այստեղ խոսքը գնում է առողջության մասին, առողջությունը մի հատ է։ Հիվանդությունները շատ են։ Մենք պիտի առողջացնենք, այսինքն զբաղվենք միայն առողջությունով, որպեսզի ստանանք արդյունք։ Սա կարեւոր է այն առումով, որ այստեղ պիտի սխալներ չլինեն։ Պիտի արվի ամեն ինչը շատ ճշգրիտ, շատ անհատական, մոտեցում պիտի լինի եւ արվի այդ նպատակասլաց միայն առողջացման համար անկախ նրա տարիքից։ Տարիքը այստեղ դա կապ չունի, որտեղ մարդը կարող է լինի 100 տարեկան եւ լինի առողջ։ Այստեղ մենք հաշվի չենք առնում, ասենք տարիքային ինչ-որ հյուսվածքային փոփոխությունները, որտեղ նրանք պարտադիր պիտի լինեն տարիքի հետ կապված, ճիշտ է, բայց միևնույնն է մարդը լինում է առողջ, հարաբերական առողջություն 100 տարեկանի համար, չէ՞։ Իսկ ինչի համար է սա արվում, հատկապես ես նկատի ունեմ մեր Հայաստանի համար, ինչի համար եմ ասում, որտեղ մեր Հայաստանը այն երկրներից մեկն է, որտեղ միշտ են եղել երկարակյացներ, եւ հիմա էլ մենք կարող ենք ապրել շատ երկար մեր ժողովուրդը։ Ես չեմ նկատի ունենում, ասենք, սոցիալական պայմանները եւ այլն, բայց գիտեք, առողջությունը այդքան էլ կապված չի դրա հետ, որովհետեւ պարտադիր չի շատ հարուստ լինել, որ շատ լավ ապրել։ Լավ ապրելու համար շատ քիչ բան է պետք։ Նրան պետք է ճիշտ ծնունդ, շարժում եւ անընդհատ հետեւել առողջական վիճակին, ներքին առողջական արտաքինի։ Արտաքինն էլ է իհարկե կարեւոր, որտեղ արտաքինը մարդու ցույց է տալի նրա ներքին աշխարհը։ Եթե մարդու դեմքի վրա մենք տեսնում ենք սև, այսպես կոչված աչքի տակի օղակներ, չէ, մենք արդեն պարզ տեսնում ենք, որ նա անառողջ է։ Եթե տեսնում ենք դեմքի գույնը, նա համապատասխան չի իրական առողջ գույնին, նա նույնպես անառողջ է։ Այսինքն այդ ամենը տեսնելով, այստեղ ընդհանուր բժշկության մասին է խոսքը, որ մենք նայում ենք հիվանդին որպես միասնություն։ Տիկին Իսրայելյան, դուք կարող եք այս պահին խորհուրդ տալ մեր հեռուստատեղողներին, եթե ինչ-որ կասկածներ ունեն, կամ ամեն դեպքում, եթե նույնիսկ մարդ իրեն առողջ է զգում, մարդը գիտի երբ է առողջ, երբ է իրեն վատ զգում, ամեն դեպքում փորձել այցելել եւ փորձել, եթե հանկարծ Աստված մի արած ինչ-որ մի հիվանդություն կա, կանխարգելել միգուցե։ Այ այստեղից է պետք սկսել, որովհետեւ գիտեք ինչ, մարդը սովորաբար ինքը չի զգում, որ ինքը հիվանդ է։ Որտեւ շատ անգամ ասեմ ինչու, որտեւ շատ անգամ մարդը կարող է զգալ, որ ուղղակի ինչ որ տրամադրության անկում, ինչ որ թուլություն, ինչ որ հոգնածություն եւ նա վերագրի դա ուրիշ բանի, եղանակի կամ շատ աշխատելու կամ ինչ որ անտրամադրության, բայց ես ձեզ կարող եմ հավաստիացնել դա այդպես չի։ Առողջ մարդը երբեք չի լինում անտրամադիր։ Միշտ լինում է զվարթ, ուրախ, չէ, հումորը տեղը, առողջ եւ առույգ։ Եթե մարդը մի քիչ զգում է արդեն, որ իր մոտ
ավելի լավ ինքը զգում է իր մոտ ինչ որ մի բանը այն չէ, պետք չի վերագրել, ուղղակի պետք է ստուգվել։ Այդ կուլտուրան, առողջությունը պահպանելու, հետևելու դեռ չկա մեզ մոտ, դրա մասին է խոսքը։ Մենք պետք է հասկանանք, որ մարդը, եթե ուզում է երկար գնալ, պիտի անպայման իրեն հետևի։ Եվ չէ որ կանխարգելել շատ ավելի հեշտ է, քան հետագայում խորանացիը բուժելը։ Այսքան հիվանդությունները, այսքան ոնկոլոգիա, այսքան ինֆարկտներ, ինսուլտներ, տարբեր տեսակի հոգեկան խանգարումներ, դա գալիս է ինչից, որ ժամանակին մարդը իրեն չի հետևում։ Իսկ մարդը սկսում է հիվանդանալ ծնված օրվանից սկսած։ Սխալ սնունդ, սխալ ապրելակերպ, ճիշտ է, վատ սովորություններ, վատ հասարակական վատ սնունդ նկատի ունեմ եւ դա ամբողջը բոլորը միասին բերում է արդեն առողջության անկման։ Հատկապես ծանր հիվանդությունները, որոնք արդեն շատ ուշ են հայտնաբերվում, կարելի է շատ ավելի վաղ ժամանակ մեր մեթոդով կարելի է հայտնաբերել այս մեթոդով մինչև կլինիկական սկսվելը կլինիկայի կարելի է շատ արագ վերացնել, կանխարգելել եւ վերացնել։ Մենք բժիշկները շատ լավ գիտենք որտեղից ինչ կարող է սկսվել։ Ես նույնիսկ կարող եմ օրինակ բերել։ Մի սեռավարակը, որը կոչվում է խլամիդիա, հետագայում բերում է ինֆարկտների, ճոմասայական ինֆարկտների։ Մեր երիտասարդները հիմա շատ են ունենում կապեր են ունենում արտասեռ եւ չեն էլ իմանում, որ իրենք ունեն տվյալ հիվանդությունը, չեն էլ զգում, որտեղ նա զգացնել չի տալիս, բայց նա այն թաքնված թշնամու նման կարող է իրեն չար գործը անել, նա կարող է ապրել 20 տարի, 30 տարի եւ հետո հանկարծ ծաղկուն հասակում ինֆարկտ, որտեղից ունեցել է խլամիդիա։ Բայց իհարկե պիտի ժամանակին ստուգվել, իմանալ եւ բուժել։ Դա առանձնապես բարդություն չի, ուղղակի պիտի հետևել։ Այո, պետք է հետևելը ամենակարևորին ինչ ունենք, առողջությանը հետևենք, ապրենք առողջ, իսկ առողջությունից բխում են մեր մնացած բոլոր հաջողությունները մեր կյանքի ընթացքում։ Շատ շնորհակալ